Քանի որ Facebook-յան էջս բլոգի տակ է ու չեն թողում ոչ մի ձև խոսամ։ Տեսանյութի տեսքով, կներբեռնեմ Facebook։ Նիկոլ Փաշինյան, տեսանյութը լինելու է 18+ բոլոր նայողների հիմար։ Facebook-յան էջումդ, որպես գաղութի պոռնիկ, գրառում ես տեղադրել, որ կուսակրոն հոգևորականը ծառայության անցնելուց խորանի առաջ երթում է տալի ու պիտի ինքը ուխտադրույց չլինի, ունդե կետերես նշե։ Դու սրա նրա երթումին անդրադառնալուց առաջ, որպես մեծն ոչ թե Պաբլիտո, այլ Պեդրիտո Փաշինյան, Պիդրիլա, բլյադ, պետք է հասկանաս մի հատ պարզ հասարակ տրամաբանություն։ Նույնիսկ հասարակ շարքային զինվորը, զորակոչվելով բանակ, անցնելով կառանցին, տալիս է զինվորական երթում, որի հիման վրա հետո իրան կարան ենթարկեն պատասխանատվության։ Այսինքն, ես ես ինչան ես ինչ ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, բոլորը գիտեն այդ երթումը, ովքեր ծառայել են բանակում։ Դու մինչև կախվես ամենայն հայոց կաթողիկոսի և Արշակ Սրբազանի պուպուլիկի ծայրից և ճոճվես որպես թուրքական կապիկ, դու հիշի են երթումը, որը տվել ես դու վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ, պոռնիկի տղա։ Այսինքն մի քանի կետ, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ նախագահի պաշտոնը, դու պարտավորվել ես պահել և պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը փաստացի էսպայի դրությամբ 242 կիլոմետրից ավել խախտված Ադրբեջանի կողմից, օկուպացված է։ Դրանով հանդերձ, դու վարչապետի պաշտոնը ստանձնելուց տված երթումը դու դրժել ես, դու ուխտադրույժ բոզի տղա ես։ Դու երթում ես տվել պահել պահպանել Հայաստանի մայր օրենքը, սահմանադրությունը, մայր օրենքը, որը վերա բոլորից, ամենքից, դու խախտել ես սահմանադրությունը։ Ընդունել ես օրինագիծ, որով չեղարկել ես Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Եվ այսօր դե ֆակտո ոչ մեկ չի հասկանում, որ Հայաստանի երրորդ հանրապետություն ըստ փաստաթղթային ձևակերպման գոյություն չունի, ու Նիկոլը շատ հանգիստ կարա մեր երկիրը սարքի թուրքի գուբերնիա։ Վիլայետ։ Էդ էլ ընցանք, էդ էլ ես խախտե։ Դու պարտավորվել ես պահել և պահպանել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը և ազատ խոսքի իրավունքը, բայց քո օրոք, քո Շարասյան տակ, դու գցեցիր մեքենայի տակ, քո վախերի պատճառով, հղի կնոջը, քո օրոք ազգային ժողովի նախագահան թքեց Հայաստանի քաղաքացու վրա, Երևանի փողոցներից մեկում, քո օրոք խախտվել են բոլոր մարդկային բարոյական սահմանադրական նորմերը, քո օրոք զոհված զինծառայողի մորը, քո ձյունանուշիկները, նույն կարմիր բերետները, ոտու ձեռից բռնած, ամբողջ աշխարհի աչքի առաջ տարան մցրեցին ոստիկանական ուազիկը, ինչի հիմար, որ քո նման գաղութի բոզը այցելի եռաբլուր կամ Սարդարապատի հուշահամալիր, քո նման պոռնիկի տղու օրոք ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակվեց ոստիկանական թուրքական ստորաբաժանումների կողմից։ Իմ համար չկա Յան ազգանունը կրող ոստիկան, ով կարա ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը արգելափակի ու ասի դրանից հետո ես հայ եմ։ Մի հուշահամալիր, որը խորհրդանշում է մեր միասնականության և պայքարի սիմվոլն է այդ Սարդարապատի հուշահամալիրը։ Քո օրոք, պոռնիկի տղա, ձերբակալվեց անհատականություն, հարցը տաշիր Սամոն չի, ով ուղղակի ասել է ես կանգնած եմ մեր հայ առաքելական եկեղեցու կողքի։ Քո օրոք Հայաստանի սուվերեն տարածքից հանձնվեց սարեր, ձորեր, բարձրունքներ, ասելով դրանց վրա ձուն ա նստած, դա մեզ պետք չի։ Դու բռնաբարելով քո տվածք երթումը, որը դու տվել ես ուխտադրույժ բոզի տղա, մեղադրում ես մյուսներին, որ իրենք խախտել են կուսակրոնության ուխտը, Եթե իրենք խախտել են կուսակրոնության ուխտը կամ այդ կանոնը, նրանց պիտի քննադատեն միմիայն հոգևորական դասը, այլ ոչ թե քո նման գաղութի բոզ պոռնիկի տղեն։
հասկացար Նիկոլ։ Դու շատ ես վրեդ վեկալում, թուրքի յեթին, կապիտուլյանտ, գաղութի բոզի տղա։ Սրա նրա երթումին անդրադառնալուց առաջ դու մի հատ անդրադարձի, թե դու վարչապետի պաշտոնը կրկնվեմ ստանձնելուց առաջ ինչ ես երթվե ու ինչ ես անում փաստացի։ Հետևաբար հասկացի, ինչ հոդվածներ ես վեկալ է այդ քո թուրքական վզին, բոզի տղա։ Պարոն Աբաջան, ոնց ես, հանեց գործից, բա որ ասում ենք ձերբակալի բոզի տղուն, վախում էիր, խի։ Զգուշելի, ասմա գլխիդ ուզումա սարքի, որտև դու շատ բան գիտես։ Են որ լալու կյարի պես կայնում էիր, նստում էիր կողն ու լսում էիր կապիտուլյանտի բոցաշունչի հետ ելույթները։ Ինչի՞ չէր ձերբակալում, ուներ դրա իրավասությունը։ Ես չեմ հասկանում, դուք ինչի եք վախենում ձերբակալել մի հատ բոզի տղու։ Ինչից եք վախենում։ Եթե նա խախտել ու բռնաբարել է եւ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը եւ սահմանադրությունը եւ տարածքային ամբողջականությունը միանձնյա խախտելով մեր երկրից տարածքներան միանձնյա նվիրը հարևան երկրին։ Շարունակեք ձեր կապիկությունը։ Վերջում էլ ասեմ, Նիկոլ Փաշինյան, կալանավորեցիր, ձերբակալեցիր, կալանավորեցիր Տաշիր Սամոյին։ Ով քոփա իր որոշումը փոխի, ինքը ամենավերջի ագարկի տղեն է։ Քո համար դա նորություն չի, քո համար դա նորմալ է, կմտնես, կլողանաս, կանցնի։ Քո համար ինչ է ագարկի տղա, բոզի տղա, գաղութի բոզ, մեծն Պեդրիտո Փաշինյանն է։ Դժվար չի, չէ։ Կարևոր է, դու շարունակի քո թրքամետ քաղաքականությունը մինչև հայազգի նորմալ հայերի։ Էտա Ռոմանոսնի կմոտենան քո բերանախոռոչին։ Շարունակի, դու հզոր ես, անկոտրելի Փաշյան Նիկոլ։